Պարոն Ալեքսանյանի հետ շփումը ինչպիսին է եղել, ինչ խորհուրդներ են ձեզ տվել եւ ինչ արտիստ այսօր մենք կորցրեցինք։ Մենք մեծ արտիստ ենք կորցրել իրականում ու ես ցավում եմ, որ մենք կորցնելուց հետո ենք դա զգում։ Ես Ալեքսանյանի հետ տարիներով աշխատել եմ, ինքը ինձ ավագ ընկեր է եղել, դասախոս է եղել, որից ես շատ բան եմ սովորել նկարանումների ընթացքում, կյանքում, հրաշալի մարդ, հրաշալի, մեծատառով մարդ։ Իսկ բացի լավ դերասան լինելուց, որպես ընկեր, ինչ խորհուրդներ են ձեզ տվել, որ ամբողջ կյանքում պետք է օգտագործեք։ Խորհուրդները շատ են եղել, մեր շփումը ամենօրյա է եղել։ Ընթացիկ այդ շփումներից շատ բան է սովորում, պարտադիր չի բառացի ինչ-որ խորհուրդ տա։ Որ մեկի հետ ապրում ես, մեկի հետ առօրյադ կազմում ես, ակամայից լիքը բան սովորում ես։ Իսկ ամենահիշվող դերը ո՞րն է եղել։ Նրա խաղացած, որ դիտել եք եւ հավանել եք, տպավորվել եք։ Շատ են։ Ես կարող եմ իմ հետի նկարանումներից հիշել, որոնք մենք միասին ենք եղել Գարեգին Նժդեհը եւ Հարազատ Թշնամիում, որոնք իմ հայրն էր խաղում։ Իրականում մենք իսկապես այդ ֆիլմի շրջանակներում դառանք ընտանիք ու հիմա ես իրոք շատ ցավում եմ այստեղ ու շատ ցավում եմ, որ այսպես իրեն պետք է տեսնեի այսքան երկար տարիներ չտեսնելուց հետո։ Մի 5 տարի առաջ։ Իսկ ձեր հանդիպումներում եւ շփումներում կան դրվագներ, որոնք հիմա կարող եք հիշել եւ որոնք առավել ցայտուն են ընդգծում նրան որպես անհատականություն։ Այդ դրվագները շատ են, հիմա առանձնացնել չեմ կարող, որովհետև ուղեղս մի տեսակ մթագնացա չեմ կարող, լիքը դրվագներ կա, որ կարելի է պատմել, լիքը լավ օրեր, լիքը պայծառ օրեր, որոնք շատ են եղել, առանձին դրվագ չեմ կարող առանձնացնել։ Իսկ ինչ հետք նա թողեց մեր կինոարվեստի պատմության մեջ։ Շատ մեծ հետք թողեց, ինքը իսկապես լավ դերեր է խաղացել, ինքը հրաշալի դերասան է։ Իր Գարեգին Նժդեհը ինձ թվում է կմնա մեր պատմության մեջ, ինչպես մյուս մնացած մեր մեծ կինոները, որոնք ունենք ու այսօր մինչև հիմա կա մեր կինոդարանում։